Եկա, և տեսակ ինչ եմ բերել սիրելի հետևորդներ, նախ բարևներ բոլորիդ, ոնց եք, ինչպես եք, քեֆ, հալ, տրամադրություն, հարցեր կարող եք գրել, մեծ սիրով կպատասխանեմ, այսօր նորից արդեն կեսօր է, շուտով մութը կընկնի, գործից եկել եմ, մակասեք ես ծանրը դիր, այսպես հենել եմ ոտքիս վրա ու մասուր է, իմ հավաքած դաշտի բերք ու բարիքներից է, դե գիտեք ես, մռան օրերին չրերով, չորացրած մրգերով, չորացրած հատապտուղներով օղի եմ թորում, հիմա մասուրի հերթն է, են հատ, նուրիկ հավաքել եմ, չորացրել, ահա տեսեք, չորացրել ու սա օղու համար է և պետք է օղի պատրաստեմ, մասուրի օղի պատրաստելը մի քիչ դժվար, այսինքն դժվար չէ, պետք է ձևերը իմանաս, հիշեք, ոչ մի գործ դժվար չէ, պետք է մեծ հաճույքով կատարես, ձևերը իմանաս, ճիշտ գրագետ մոտեցում է պետք, բոլորս էլ գիտենք, որ մասուրը մեծ քանակությամբ C վիտամին է, չէ պարունակում, և օղի պատրաստելու դեպքում C վիտամին հարկավոր չէ մեզ, որովհետև C վիտամինը խանգարում է այդ թթվելու, ջեջ դառնալու, այսինքն պարզ ասեմ, ջեջը մեր լեզվով է, օղու հումք դառնալու խոչընդոտում է C վիտամինը, դրա համար ինչ պետք է անենք, այս մասուրը եռացնենք, այն որ մեկ ես թե եմ պատրաստում, գրում եք նազ, C վիտամինը միջից դուրս եկավ, այ հիմա մեզ հարկավոր չէ C վիտամին, որ մնա, պետք է եռացնեմ, իհարկե հիմա չէ, ուղղակի սա պատշգամբում էր, ցուրտ է, բերեցի ներս, լցրեցի այն կաթսայի մեջ, որտեղ պետք է ես եռացնեմ, թող մնա, մի քիչ հետո ես խոհանոցային գործերից վերջացնեմ, ես օղու հումքը կպատրաստեմ մասուրի ու ասեմ մի հատ յուրահատուկ օղի է լինում, ովքեր խմել են, փորձել են, կամ միակ մարդը չեմ, որ պատրաստում եմ էլի, կան օղի թորողներ, ովքեր ինձ նման սիրում են հետաքրքիր տեսականի և յուրահատուկ օղիներ, ես սիրում եմ պատրաստել գինիներ, օղիներ, ամեն մարդ չի կարողանա, իհարկե, պետք է սիրես, հիմա մեկ նայում են, գրում են մեկնաբանություններում, ասում են, ոյ կնիկը օղի թորի, կինո օղի թորի, սիրում եմ, ինչու չէ, կան կանայք, որ տարբեր ոլորտներում իրենց գործունեությունն են ծավալում, իրենց աշխատանքն են կատարում, դա ամոթալի չէ, Ես չի, որ սարկում եմ ամբողջ օրը խմածման եմ գալիս, տուն է, բոլորի տներում էլ առիթներ, ուրախություններ, հյուրասիրություններ լինում են, չէ, խանութից եք վերցնում, խանութի օղիներ ես չեմ սիրում, որ գնանք առնենք, իհարկե շատ լավ օղիներ կան, ես չեմ քննադատում, չեմ փնովում, բայց տնականը ուրիշ է, Նազոյի պատրաստած թորած օղին ուրիշ է, ովքեր համաձայն են, մի հատ լայքում են, դուք լայքում եք, ես վայքում եմ, մեր վայքի համեղություններով օղի եմ պատրաստում, այսպես, բայց դե նոր եմ եկել, ուզում եմ մի բաժակ կոֆե դնեմ, տեսնեմ ինչ եմ անելու, սա երեկ էի որոշել, որ պատրաստեի, բայց որ դե հյուր գնացինք, տեղ հրավիրեցինք, գործերս մնաց, սա էլ իրա կափարիչն է, դնենք վրան, թափկենք, թող մնա, ես կոֆե, օրը սկսվեց կոֆեյով, ասեմ, որ առավոտ շուտ, հիմա կասեք ինչու առավոտ շուտ կոֆե չես խմում, այս 2 օր է, սիրելի հետևորդներ, առավոտ շուտ, որ գործի եմ գնում, կոֆե չեմ խմում, ասեք ինչու, կոֆեն փոխարինել եմ գոլ ջրով, գոլ ջուր եմ խմում, մեծ բաժակով ու
ասեմ, որ ինձ շատ թեթև եմ զգում, լավ եմ զգում, նպաստում է, որ մարդ նիհարի, հետո տես 2 օր է խմել եմ, գլուխ չեմ գովում, այնպես չի, որ ջուրը վաճառքի համար է, գովազդեմ, որ վաճառեն, բոլորիս տներում էլ ջուր կա։ Ես դա խմում եմ նիհարելու համար։ Նոր տարվա օրերին մարդ, որ մի քիչ չաղանում է, գիրանում է, չի կարողանում շարժվել։ Հիմա ասենց կարող եք նայել, ասել, վայ, չես չաղացել, բայց կշերքը կասի։ Կշերքը արդեն ասել է, որ ես 3 կիլոգրամ չաղացել եմ։ Կշերքը խաբար է տալի, մատնում է, կշերքը մատնում է։ Հիմա ես պետք է նիհարեմ, մանավանդ հեսա գարունն էլ բացվեց, հողամասով, դարը դաշտով, ես անդադ շարժի վազքի մեջ կլինեմ ու ավելի կնիհարեմ։ Կացան էլ արդեն պատրաստել եմ, որ բան էփեմ, բայց դե չգիտեմ ինչ էփեմ։ Սենց էլ պատմություն կլինի, այս հարցը մեզ միշտ տանջում է, ինչ էփենք, ինչ սարքենք։ Բոլորի մոտ էլ նույն խնդիրն է, նույն պրոբլեմն է։ Կոֆեն կլինի, հա, դեպ ասեմ, որ ես Վալբերիսից ինչ տոնային կրեմ եմ պատվիրել, որ բոլորը պատվիրում են, որ հարթակը մտնում է TikTok, Instagram, Facebook, այդ տոնային կրեմն են գովազդում։ Իմ տոնային կրեմն էլ վերջացել էր, հիմա խմեմ ցույց կտամ, էդ էլ ցույց կտամ, որովհետև ինձ շատ է գրում հարցնում, նազ, ինչ տոնային կրեմ ես օգտագործում, որ չի երևում, հիմա այդ հարցերին էլ կպատասխանեմ ու միասին կփորձենք այս տոնային կրեմը։ Ահա, սա էլ աղի գաթան, տեսեք, որ աղի գաթայի սիրահար մեր տանը միայն ես եմ, 3 մի կտորը, որ կտրեցի, կերա, ոնց թողել եմ, այդպես էլ մնացել այս գաթան, նայեք ինչ փափուկ, չեն ուտում, էլի, չեն սիրում։ Ես սիրում եմ այս կողքինները, գաթայի այս կողքի կտորը։ Նոր մեկնաբանություններն եմ կարդում, գրել եք առանց ձույ է, այո, առանց ձվի խմոր է, փորձեք, շատ ընտիր է իրոք։ Ու այնքան կուզեմ, եթե ով փորձել է, թող ինձ գրի։ Կոֆեն եղավ, անջատեմ։ Լցնենք, խմենք։ Հետաքրքիր է, չէ, ես սիրում եմ իմ դրած կոֆեն խմեմ։ Ամեն մարդ մի սովորություն ունի, այս էլ իմ սովորությունն է։ Հա ջան, եկար, հա, տուր։ Մի հատ կա մնացել, ահա։ Սա էլ իմ պատվիրած կրեմը, կոֆեն խմենք ու բացենք, տեսնենք ինչ է։ Այս կոֆեն տար պապայիդ, ինքը չի գաստե, ես էլ անհամբեր եմ, պիտի բացեմ։ Անտար պապատ թու անդեղ խմի, կամած։ Ու մի հատ հեսա բացենք, մկրատը կբերես լիլ, բացենք, ինչ էլ լավ փաթեթավորված, այնտեղ չբացին, չէ։ Որ բացեն, ցույց տամ, բոլորդ կասեք, օй, ծանոթ կրեմ է, հարցքին, որ բոլոր հարթակներում, TikTok-ում, Facebook-ում, մի խոսքով բոլոր տեղերում գովազդում են, և ես էլ որ տոնային կրեմ չունեմ,
Եվ չեմ կարողանում գտնել իմ տոնային կրեմից, որոշեցի փորձել սա։ Իհարկե, մի քիչ ռիսկային է, որովհետև ես ալերգիայի խնդիր ունեմ, բայց կփորձեմ, տեսնեմ, եթե լավ եղավ, կօգտագործեմ, եթե ոչ, կնվիրեմ ինչ-որ մեկին։ Շատ են եղել, երբ որ վերցրել եմ կրեմներ, մաշկս չի վերցրել, նվիրել եմ։ Մարդիկ մեծ հաճույքով նվերը ընդունել են։ Լիլիթ, մի հատ իմ տոնային կրեմը բեր, միշտ հարց դրոմ մեկ համարն ամենաբաց երանգն է, ես միշտ գրում հարցում եք ինչ տոնային ես օգտագործում, գոշ, Լիլիթ, որ բերես լավ կանես, ասեմ, որ գույնը այսպես երևում է ինքը մուգ է, բայց կարելի է քսել և փորձել։ Մացած և չգիտեմ ձեռքի վրա են չէ փորձում, բայց դե ձեռքի վրա այն չի երևում, պետք է դեմքին փորձես, հոտը լավն է, հիմա կգնամ կփորձեմ, հետաքրքիր է շատ, բեր Էդ ինչ լավ բան ես առել։ Տոնային կրեմա, այս երեխաների համար չի։ Հիմա, ահա, իմ տոնային կրեմը սա է, գոշ։ Բայց դե չեմ կարողանում գտնել, մի տեղ կար նայեցի շատ իր երանգը դեղնավուն էր, առաջ այնքան շատ կար, բայց հիմա այս վերջերս շատ քիչ է, երևի նոր կրեմները դուրս են գալիս, հներն էլ արդեն վերանում են, անհետանում են, բայց իմ դեմքին շատ լավ է այս գոշը գալիս, սա 30 SPF-ն է, բայց ես վերցնում եմ 10-ի որակը ավելի լավն է, են որ գրում եք, հարցնում եք նազ, այդքան գնում ես հողամաս, ինչ ես անում, չես սևանում, այս տոնայինն եմ օգտագործում, SPF-ներն էլ 10-30, ահա, տեսեք, հիմա սա էլ կփորձեմ, համարյա նույն գույնն է, ինձ թվում է կփորձեմ, մի հատ կոֆե խմեմ ու փորձեմ, արագ մի բան պատրաստեմ և ինչ լոլիկով ձվածեղ, լոլիկը որն է, լոբոյով սենց ճաշա, պահածոյա, դու ինչի չես մի անում, Թողտանքանա, մի փոքր յուղ, ականա և ես պահածոն եմ լցնում, ինքը պամիդորն է լոբիով, հողամասի բերքու բարիքներից էլի, հեշտ արագ ուտելիք, սրա մեջ էլ կարող ենք մի փոքր ջուր լցնել ու լցնել, ահա, բերանը փակենք, երկու ձուն լավ է, պետք չի, որ ամբողջը ձու լինի, ահա, արդեն լավ եռած տեղը տեղին ու հիմա այս ձուն թող էպվի, մի հատ նայենք ու
ինչ հավեսին է, չէ, բայց դե գոլորշին չի թողում պահի տակ, խանգարում է, բայց լավն է, նա այսպես չեմ խառնում, էլի կիսում եմ, խառնում եմ, ուզում մարվում է և մենք ես սիրում ենք սա կոշտ լինի, հա, ճաշ, ուտելիք, Նա բան եմ ասում, ասա տեսնեմ, բայց ես մեզ սիրել հետևորդներ, մեր բան եմ ուզում ասել, ասա, կթողես իձ էթակ երկու շաբթի ուրբա թորը ասնեղագործությանի միլենկերիս ասեղնագործության, դու պետք է այթակ մսկը ինձ գրանցես, շաբաթ օրարի էթան, համ վիդեո կնկարես, համեր կգրանցես ինձ, կարելի է, պայմանավորվանք, կնքեցինք պայմանագիրը, ասեղնագործություն, դու թելերը ունես, չէ? արդյոք Թելեր, բան, ամեն ինչ ունես, այո, կարելի է, գնա, տեսեք, լավ բան էր որոշել Լիլիթը, և ես էլ անջատեցի, ինչ եմ պատրաստում, գրեչկա, հնդկաձավար, ստեղ քիչ է, բայց դե դատարկում եմ, որ սա այս տենց կտոր չմնա դարակում, քիչ է, սա ում պատվերն է, իհարկե Աշոտի, սիրում Աշոտը, մածունով, կծուբիբարով, տենց հավեսի նախորժակով գալի ուտում է, հեսա գործից էլ կգա, պատրաստեմ, որ գա ուտի, շատ մաքուր է, որ արագ աչքի տակով անցկացրեցի, մաքուր է, երկու ձևով են, չէ, պատրաստում հնդկաձավարը, մեկ յուղի մեջ բովում են, տապակում են, հետո տաք ջուր են ավելացնում, բայց ես հենց այսպես մաքրում եմ, լավ լվանում, ջուր լցնում ու դնում եմ էփում է, վերջում էլ յուղ եմ լցնում, աղ ու համեղ լինում է, ահա, հեշտ է, չէ, լվա, վերդիր գազօջախին, ես էլ կախարդական փայտիկով պետք է միացնենք այդպես գմփա, սա լիջատեղը, շատ հեշտ պրծանք, էսի լավ, կերակրատեսակ է, հեշտ պրծանք, ես սննդից, շատ էի նեղվում, ասում է ինչ էփենք, ինչ ենք էփելու, դե ես միշտ ուտելիք պատրաստելիս հարցնում եմ, ինչ էփեմ, ինչ սարքեմ, այսօր ենքան ցուրտ է, այսօր եղանակը շատ ցուրտ է, և կարելի է մի բաժակ թեյ խմել, Հրան թեյ կխմես, թող միանա, և ես էլ սիրում եմ նայել պատուհանից, թող էսի եռա մի հատ դուրս կանք պատշգամբ, շուտով լրիվ մութը կընկնի, ոյ, ահա, շատ ցուրտ է, սռ, այս տարի ձմեռը չի ուզում նահանջի ձմեռը, տեսեք, սարերը ձյունածածկ են, այդ սևերն էլ եղևնիներն են, ենքան լավն է այդ եղևնու հոտը, իմ շտապելը այս ձմռան հետ չգնալը, բայց մեկ է տեսար եղանակա, ոնց կտրուկ ցրտում է, այնպես էլ կտրուկ կարող է տաքանալ։
Ահա, գնացինք, պատշկամ, դուրս եկանք, օղ կուշտը նայեցինք, ջուրը դեռ չի եռացել։ Ոչ էլ է սա եռացել։ Մեծ ու փոքր բաժակներով։ Հիմա կասեք ցուրտ է, բայց դե կարճաթև ենք։ Ինչ անենք, մեր սովորությունն է, որ կարճաթև մանգանք, կարճաթև լինենք տանը։ Արի, կարող է թեյ խմես։ Պես սոկ չկա։ Կա, առել է։ Էդ իմն է։ Որը։ Որը, հեսա իրեք եմ առել։ Շաքարավազ ուղակի Հա, ուղակի չեմ լցրել, դե բա ձեն հանիր։ Զանգիր։ Հեսա, առել եմ։ Подожди, посмотри. Ты либо даст много наливаешь, Ինչ։ либо мало. Հա։ Раз, два, пять. Спасибо. Կամանց, կթափես։ Очень вкусно. Խմի տաքացի։ Մենք նստենք մեր թեյը խմենք, չգիտեմ շաքարավազով կխմի։ Պեսոկ լցնեմ։ Ահա լիառած։ Երեկը, որ ասես պապայիս, հա, էդ ես կերել։ Չկա, կերել են։ Ես այս աղի գաթան է, էլ ինչ տարբերություն է, պանիրա, ես էլ աղի խորիզա։ Ոյ, գաթայի խմելով, տեսեք ինչ եղավ։ Ինչ եղավ։ Լավ էլ եղավ։ Ահա, բայց մի քիչ էլ ջրի պակաս ունի։ Մի փոքր էս թեյնիկի ջրից լցնեմ։ Բավական է այդքանը։ Ու աղը մնաց որ աշոտը գա, հիմա յուղն էլ կդնեմ։ Խառնեմ աղը, փորձեմ, տեսնեմ հոգիս չեղավ։ Մի փոքր կարելի է ու էփում եմ, գիտեք ինչ եմ մտածում, ասում եմ լավ կլիներ, որ այս սննդի փոխարեն մի հատ սենց դեղահաբի պես մի բան լիներ, մարդ խմեր ու չսովածանար, ուտելիքներ չպատրաստեր, հեշտ տարբերակը, բայց ասեմ, որ ամեն ինչի համն ու հոտն էլ կկորեր։ Մարդիկ ավելի պարապ կմնային, չէին պատրաստի, թո տենց բան չլինի, ասեցի ու փոշմանեցի։ Բայց ինձ թվում է կգա ժամանակ է մեզանից հետո, դարեր հետո, որ նման բան կլինի։ Դարը զարգանում է, կատարելագործվում է, ոնց որ մենք ենք հիշում, դարեր առաջ, շատ տարիներ առաջ, հեչ չկար, այն չկար ու ախ ինչու եմ հեռու գնում, հենց մեր մանկության ժամանակ ով կմտածեր, որ հեռախոս կունենանք այն էլ մատով, տենց դիպչեինք էկրանին, որ գնայինք զանգեինք, ինտերնետ, նման բան մենք չէինք պատկերացնում, բայց դե տեսեք ինչ եղավ, ինչ եմ ուզում ասել, ինչ իմանանք, որ հետո իմ ես ասած գաղափարը մեկ է տեսար իրագործվեց, որ մենք չենք լինի, այդպես է,
Դարի այդ ամենին զարգանում է։ Ես էլ հավաքեմ թեյի սեղանը, թեյ խմեցինք, բաժակները։ Բայց դե կարևոր գլուխ գործոցը մնաց էս մասուրը հեսա։ Ես անջատեմ մասուրը դնեմ։ Մինչև հանհուն։ Ենքան թթվասեր ենք առել, համ այդ բանկաներն է մնացել, այս կափարիչների ձեռն էլ կրակն ենք ընկել։ Ահա, տեսեք, ես էլ լեփվեց։ Սա իմ տարբերակն է։ Գրեք տեսնեմ դուք ինչ ձև եք պատրաստում, ոնց եք անում, այս ձև եք պատրաստում կամ տապակած կամ մսով էլ, գազարով էլ, ամեն ինչով էլ կարող եմ պատրաստել։ Սա ես այսպես պատրաստեցի, դուք գրեք տեսնեմ ոնց եք սարքում, միգուցե օգտվեմ ձեր բաղադրատոմսերից, փակեմ ու անջատեմ, վերջ։ Մի երկու աման կար լվացի ու հիմա ծորակի այդ տակջուրն է լցնելու այս մասուրի վրա։ Պետք է եփեմ, որ սաղի վաղնը գործից գամ, տրորեմ, եռացնելու եմ։ Տակջուր լցնեմ, որ արագ եռա։ Տեսեք ինչ մասուր է, ընտիր մասուր։ Դեռ ես մասուրը շատ ջուր կվերցնի։ Տեսեք բարձրացա։ Ահա բարձրացա, որոշեցի ջուր լցնեմ, բայց չէ, ինքը եռալու է, բարձրանա ու թափվի, ավելի լավ է ընթացքում, թող մի քիչ եռա փափկի նստի, ավելի լավ է ընթացքում ջուր կլցնեմ, ինչ չորա է, որ բացվել են, իրա կորիզներն են, տեսեք, սպիտակ, հրամ, բերան մի քիչ եռա, նոր բերանը կփակեմ, ահա, այս կախարդական փայտիկն էլ մի հատ դնենք թող զայրատկա վերցի, որ շատ անհրաժեշտ է։ Եվ ինչ դե թող եռա, ես էլ մի քանի րոպե հանգստանամ, հանգիստս վայելեմ։ Հանգիստը որ նահի սաղաշը կգա հաց կդնեմ։ Չէ, բանա, մայոնեզը։ Մայոնեզը ողդում գրեչկայով։ Չէ, աշոտը կերով։ Ինքը Լիլի թելը մի րոպե, լավ, լից խանգարեցի։ Այստեղ մասուրն է, օհոհոհո։ Տեսեք, սխալարեցի, շատ լցրեցի, ուռեց, բարձրացավ, հեսա որ թափվի, լավ էլ կլինի։ Մասուրը մի հատ մեծ, տենց մեծ էլ չէ, մի տենց տարայով, լիտրը, որ ասեմ, չեմ չափել քանի լիտրանոց տարա կլինի, տարայով ողում հում կլինի, այսպես պետք է եռացնենք, համ որ ինքը փափկի, եթե չոր սենց մասուրը լցնեք տարան, ջուր լցնեք վրան, ինքը չոր էլ մնալու է, պետք է ինքը
Այսպես եռացնեք, որ համ այդ C վիտամինը միջից դուրս գա, համ փափկի, որ տրորելը հեշտ լինի։ Սրա տրորելն էլ դե գիտեք, ձեռնոց հագնես, այն էլ լավ որակի, որ տրորես, թե չէ, այս փշերը խրվելու է, մտնելու է մաշկիդ մեջ, ծակծկելու է։ Ասենց էս էլ գործ։ Մալի ուռելու է։ Դե կորելու է ասենց ամուր փակել, մեկով տալու է ուռի բարձրանա, ինչ էլ անենք, ճար չկա։ Այս թվում է այս մասուրը արդեն բավական է, անջատ է։ Հա, հենց այսօր, անջատեցի, լավ, մի նեղվեք։ Ուրբաթ օրը։ Ուրբաթ օրը ինչ է։ Հանգիստ օր։ Հետո կիրակի շաբաթ է։ Իմ օրերը հանգիստ չեն, բոլոր օրերն էլ աշխատանքային են։ Բացի կիրակից։ Հա, կիրակին Տուկ-տուկը պասպատը հոգան։ Այն մի քիչ ձայները շատ են, մի կողմից թեյնիկի ձայնը, մի կողմից այդ կալոնկայի ձայնը, բայց դե տեսեք ոնց է ինքը փափկել, լավ փափկել է։ Ու լավ փակ ենք արդեն, էլ չենք բացում, իր այդ գոլորշիով բղով մնա, գոլորշի մեջը սառի։ Վերջ, սա թեյնիկը կլինի, այդ աղջիկն էլ ինչ արեմ, մակ կոֆե է պատրաստ է, իջավ աղբոր, մեկ էլ իրա համար առավ եկավ, իրանը շաքարավազա իրա, բաժնում շաքարավազա ավելացրել, ասաց պատը կծեծես։ Ինչ արդի պատը ասեց տուկ-տուկ դու այլ որ ճարդիր։ Լծրու, եղավ ջուրը։ Պեսոք մի լծրու աշի, ինչ ես պալտուրը անում։ Կտրաս։ Իսկ անպայման եմ նկարել։ Ու ինչ պետք է ասես։ Ինչ պետք է ասես։ Բարեգիշեր։ Մամ։ Հա։ Կամ հարցնամ, այդպես բար կա, որ դու ինձ ամեն օր ասում ես, շատ անդադ ասում ես։ Հա, Լիլիթ։ Չէ։ Բա։ Ինչ եմ ասում։ Չէ, բառը, շատ ես ինձ ասում։ Ինչ է, ասում եմ մամայի մորալ է։ Հա։ Մամա, դու այդ ամեն օր չես ասում, անկապ մի։ Բա։ Մամ, լուրջ ասա։ Արի նկարվի։ Չէ, բացի այդ արի նկարվել ես, պրոստը ասա։ Լիլիթ, տակ կհակնվես, կարճաթև չհակնես գնաս դպրոց։ Լսես է տակ հակնվի, գիշի։ Կարճաթև չհակնես, տակ հակնվի, Լիլիթ։ Կոշիկներդ, սապոկներդ կհակնես, Լիլիթ։ Բոթասներ չհակնես։ Տակ հակնվելն է ճիշտ ասում, ամեն օր ասում։ Որովհետև քո բնավորությունը գիտեմ, կարճաթև կարող է հակնել, գնալ դպրոց։ Չէ, գարուն, ձմեր, կարճաթևով գարուն, չէ, աշուն համար, կարճաթևով գարուն համար, երկարաթևով։ Հա, ամռանն էլ երկարաթև է հակնում, մեկ է իջնում է, ասում եմ ինչ ես տարել, ասում եմ որ չսևանամ, լրիվ թարս է Լիլիթի մոտ, լավ Լիլիթ բոլա, լրիվ թարս։ Մեկ էլ ինչ եմ ասում եմ Լիլիթ գնա քնի։ Այ, ճիշտ ես։ Ամեն օր ասում եմ Լիլիթ ուշ է, արդեն պարկի քնի։ Եմ աղբերս խմի։ Ում
Մաշկներ։ Քո ապսեն բեր փոխենք, բեր, կայնի ապսեն փոխենք, ապսեն։ Համարակ վերջու չես կթափի։ Ապսեն փոխի, որ չկաթա։ Ասա թող գա այստեղ, չիր ու չամիչով, իրաց չրերից կա, թող гա։ Смотри, я нашла хобби уже несколько дней. Когда мне скучно, я делала. Смотри, смайлики. Смайлики. Звезды. Очкерս խզվզած, Один, два сердечки. Смотри, мама, сердечки, лотар, потом... Ինչ ես տենց արել։ Хобби. Մի հատ բեր մոտիկից հələ ցույց տանք տեսնեք այս աղջիկը էս ինչ արել։ Վայ, Լիլի։ Կմտնում իր այն անկյունում, հյուրասենյակում, այսինքն նստում է ու իր համար նկարում է, գրում է, կարդում է։ Մի էջ այսպես։ Մի հատել է չէ։ Հա, Աստղ։ Էլի աստղ։ Ինչքան հավես է ունեցել։ 2 բասի սրտի։ Լիլիթ, ելնեք քո հավեսը։ 10% լտար։ Այսօր պրսամ լտարը, մտարը, հաջորդ գալիս է մը ու տենց բաներ եմ անել։ Չէ, տենց կլորի մեջ եմ բան անել, բաբշում չիս կտամ։ Էլի տենց, տեպյա տենց ձևի եմ անելու, սա։ Էսը Լիլիթի, չգիտեմ, ամեն օր զարմանում եմ Լիլիթի վրա, ինչեր է անում։ Բա Չինարենդ ինչ եղավ։ Չինարենը սովորում եմ։ Սովորում ես ուժի մեջ է Չինարենը։ Հա? До свидания. Всё, я ушла. До свидания. Bye-bye. Եվ ամեն օր ես զարմանում եմ Լիլիթի վրա։ Ելնեք նրա այդ համբերությանը, ճիշտն ասած, մենք մեծացել ենք, մեր ոնց որ ասած, միգուցե մենք էլ երեխա լինենք, այդպես անենք, ճիշտն ասած, մեծացել ենք, հիմա ամեն մի մանրուք, ամեն մի ձայն, ամեն ինչ երևային համակարգի վրա ազդում է։ Մտածում եմ, որ հանգիստ լինի ամեն ինչ, ձայն չլսեմ, մանավանդ որ հատկապես աշխատանքից եմ գալիս, ուզում եմ ոչ մի ձայն չլսեմ, չեք պատկերացնի ինչ աղմկոտ է այդ աշխատավայրում, մի խոսքով էլ պետք չի մանրամասնել, գալիս եմ, ուզում եմ լռություն տիրի, լուռ նստեմ։ Մեծության նշանները եւ ամեն անգամ այդ երբ որ ասում եմ ձայն մի հանեք, սենց մի արեք, լուռ լինի, ամեն անգամ հիշում եմ իմ տատիկին, մամային։ Գիտեմ, իմ երկու տատիներն էլ ընտիր, տենց գերազանց չեմ կարող ասել, ընտիր տատի են եղել։ Խոսքը եկել է պետք է ասեմ, ինձ թվում է, որ կհետաքրքրի ձեզ եւ շատ լավ տատիկներ եմ ունեցել, այնքան լավներ իմ այդ տատին։ Մի անգամ եկավ Աշոտի ծնունդը, երեխու ծնունդ, երեխաներ կան, երաժշտություն եւ տատիկս ձայնը անջատեք, լավ չեմ զգում ինձ, ու մենք այնպիսի բան չկար, որ բոլոր թորներով, հարսով, մի խոսքով բոլորով մամայիցը սկսած չլսեին տատիկիս, նրա խոսքը մեր մոտ օրենք էր, հարգանք էր ավելի շատ անջատեցինք ու մտքովս մի բան անցավ, ասեմ լավ էս երաժշտության ձայնը, ինչի պիտի ես տատի վրա ազդի, լավ, ինչա որ։ Այ հիմա եմ հասկանում, հարցերի պատասխանները մենք գտնում ենք տարիներ անց ու ես հիմա հասկանում եմ, մի ձայն է լինում, մի աղմուկ իմ վրա ազդում է ու ամեն անգամ ասում եմ, տատի ջան, հիմա եմ քեզ հասկանում, հետաքրքիր է, չէ, կյանքը, բա, շատ հետաքրքիր է, այնպես որ սիրեք, փայփայեք ձեր մեծերին, ծերությունը բոլորի դուրն էլ թակելու է, ասում են այս տարիքով կինը կամ տենց արեց, նենց, ես չեմ զարմանում ու ինչ եմ ասում եմ, Տեր Աստված, մենք տեսնես այդ տարիքում ինչ կանենք, ոնց կլինենք, այդպես է,
բոլորիդ մաղթում եմ անհոգ ծերություն, այն երջանիկ ծերություն, որ հարգանքի ու պատվի մեջ ապրեն մեր մեծահասակները, տատիկ պապիկները, այնպես որ տատիկ պապիկներ, ես ձեզ շատ եմ սիրում, չգիտեմ, միշտ իմ հուշերում իմ հորական տատիի կարոտը ես զգում եմ, շատ եմ մտածել, ասում եմ ես կուզենայի, որ մի քիչ մեծ լինեի իմ երեխաներին, իմ տատիկը, հայրական տատիկը տեսներ, իհարկե մորական կողմի տատիկս տեսել է, երջանիկ տատիկ է եղել, բայց հայրականը ոչ, ինչ եկա, ուր գնացի, ինչից ինչ սկսվեց, թեմաներից ուր եկա, ուր հասա, հետաքրքիր է, ես մի անգամ իմ տատիկի գիրքը ցույց տվեցի, պապայիս մամայի գիրք էի կարդում և պատահաբար այդ թերթերի վրա նկատվել էր տատիկիս կնիքը, Նազիկ Լևոնի Աղաջանյան և իմ հետևորդներից շատերը, որոնք իմ ծնողների տարիքի են, ճանաչել էին ու գրել էին, վայ, դու իմ ուսուցչու թոռնիկն ես, այո, իմ տատիկը մանկավարժ է եղել, ես տատիկիս անունն եմ կրում, մանկավարժ է եղել և գեներով ես էլ քաշել եմ տատիկիս, բայց հետաքրքիր է, որ մաշկի մազերի գույնով նման չենք տատիկի, տենց բաց մազերով, կապույտ աչքերով, բայց դե տեսնում եք գենը ուր է գնում, երբ որ գնում եմ Արտաշատ, դուք մեր Արտաշեսին տեսնում եք, չէ, Հովուլը ու Շուշանիկը սևուկ, բայց Արտաշեսը դեղին մազերով, աչքերի գույնը բաց, գեները ուր են գնում, գեները ուր են խոսում, ինչ ասեմ, սիրելի հետևորդներ, բարի գիշեր, սիրելի տատիկներ, բարի գիշեր, առողջ եղեք, լավ եղեք և իմ վլոգներն էլ մեծ հաճույքով դիտեք ու լայքեք, հաջողություն, կհանդիպենք վաղը, թե ինչ կտեսնեք հաջորդ սերիայում, միացեք ինձ, բաժանորդագրվեք, որ հերթով սերիաները գան, եթե ես չեմ սխալվում, իմ ընդհանուր նկարահանումը ունի 1100 սերիա, այդքան վլոգներ ունեմ, չարչարանքի աշխատանքի արդյունք է, որ դուք գնահատում եք, ես էլ եմ ուրախ, որ սիրում եք, իհարկե մեկ գրառումներում նկատողություններ էլ եք անում, բայց ես մտածում եմ, որ մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, այնպես որ հաջողություն։